FSB-ի գործակալ հնարավոր է ինքն է։ Պատմականորեն Երևանյան փողոցը միշտ վճռորոշ խոսքը պահել է այն դեպքերում, երբ իշխանությունները սկսել են չափները անցնել։ Ընտանեկան խորհուրդ եք արել եւ որոշել եք, որ Նարեկը ամենից շատը կդիմանա քննադատությանը։ Սա աղքատի եւ հարուստի կռիվ էր։ Շատ քիչ էր շանսը Ադրբեջանի մոտ, որ ինքը բացի 5 շրջանից ուրիշ բան կստանար։ Ոչ մեկ մեզանից բացի չի կարող մի ժամվա մեջ Իսլանդիա մարդ գտնի։ Իշխանությունը այդ աթոռը չի։ Իշխանությունը դա լեգիտիմությունն է։ Այդ աթոռը կարող է տանել իրենց տուն։ Ինչպես իրենք ժողովուրդը բերեց իշխանության, այնպես է ժողովուրդը ճամփելու է իրենց մի քիչ ավելի հարստացած։ Այսինքն չեք ուզում պատասխանատվությունը որևէ մեկի հետ կիսել։ Վատ ես աշխատում, գնում ես տուն։ Նարեկ ջան, բայց եկեք պայմանավորվենք, որ ես այսօր անչափ շատ հարցեր ունեմ ձեզ տալու, բայց որոշել եմ որոշ հարցեր չտալ, պայմանով, որ ընտրություններից հետո, երբ որ արդեն ընդդիմությունը հաղթի Փաշինյանին, դուք ինձ տալիս եք հարցազրույց ու ես տալիս եմ այն հարցերը, որ այսօր չեմ տվել։ Կարելի է։ Իհարկե, սիրո։ Պայմանավորվեցինք։ Այո։ Ուրեմն եւս մեկ պատճառ ունենք հաղթելու այս ընտրություններում։ Այո։ Ինչպես է անցնում ընտրաշարը։ Լավ է։ Շատ լավ է, տպավոր ինձ համար դե առաջի փորձն է ընտրական process-ների ձևաչափերին սովորում ենք, շատերը ասում են, որ ձևաչափերի մեծ մասը նաև Հայաստանի քաղաքական կյանքում նոր են։ Այո, նոր է։ Մեր տեսակետով այսպես ավելի հասու կարող ենք լինել մեր ժողովրդին այն ճշմարտությունը, որ մենք տեսնում ենք իրենց հասցնելու ճանապարհին։ Ինձ նաև դուր է գալիս, որ դուք այսպես շատ չեք շեղում իշխանությունների նարատիվներին ու իշխանությունների օրակարգով չեք գնում առաջ, ձեր օրակարգով եք գնում։ Իհարկե մեկ-մեկ ստիպված եք լինում ինչ-որ ձևով արձագանքել։ Տեսեք, միշտ դիլեմա է։ Դու պետք է հասկանաս, արձագանքում ես, թե չես արձագանքում, որովհետև այնպեսի ստեր են տարածում։ Իհարկե դա այսօր Հայաստանում չի հնարվել, դա յուրաքանչյուր իշխանության քարոզչական հնարքներն է, որ երբեմն ստիպված ես լինում արձագանքել, բայց ինձ թվում է մեր հայրենակիցները պետք է վստահ լինեն, որ այն ինչ ճանապարհ մենք անցել ենք, ամեն դեպքում, եթե ինչ-որ ճանապարհի մեջ, եթե ինչ-որ խնդրահարույց պահ լիներ, արդեն բոլորը կիմանային։ Մենք ուրախ ենք, որ այս մի տարվա ընթացքում իշխանությունը դեռ մի հատ լուրջ հարց չի կարողացել բարձրացնել մեզ հետ կապված, որը նկարագրում է նաև անցած ճանապարհը։ Քննություն է, կյանքի քննություն։ Նարեկ, սա նախաբանն էր։ Ես առաջարկում եմ նստենք Արարատի ֆոնին եւ սկսենք արդեն պաշտոնական մասը հարցազրույցի։ Բարև ձեզ, այսօր մենք անսովոր տեղում ենք, այսօր իմ հյուրը ուժեղ Հայաստան դաշինքի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանն է եւ մենք խոր վիրապում ենք։ Ողջույն Նարեկ։ Ողջույն Ազատ ջան, ո՞նց եք։ Լավ, շնորհակալություն, որ ընդունել եք իմ հրավերը եւ պատրաստ եք պատասխանել իմ հարցերին։ Ես այսօր ուզում եմ մի քիչ ձեր մասին խոսել, բայց նախ մի հարց տամ, որը որ այսօր հուզում է, կարծում եմ Հայաստանի բնակչության մոտ 90%-ին։ Ինչ է կանելու, եթե Հայաստանի իշխանությունները այդուամենայնիվ որոշեն չթողնել ձեզ մասնակցել ընտրություններին, հանեն ձեզ ընտրություններից։ Հատկապես, որ այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Սամվել Կարապետյանը FSB-ի գործակալ է եւ ըստ այդմ ուժեղ Հայաստան կուսակցությունն էլ գործակալական ցանց է։ Մենք նախ առաջինը դատական process կսկսենք այդ անձնավորության դեմ, որպեսզի հնարավորություն չտանք մարդկանց անվանարկել, FSB-ի գործակալ հնարավոր է ինքն է, ու եթե ավելի վատ մեզ ավելի թշնամաբար տրամադրված երկրի գործակալ չէ, չի կարելի այդքան անպատասխանատու լինել հայտարարությունների մեջ, չնայած մենք անհույս է ընդհանրապես իրեն ինչ-որ բերել մարդկային հասկացողությունների դաշտ, փորձել ենք, ոնց որ չի ստացվում։ Բայց ասեմ մի բան, քաղաքական ուժը, հիմնական ընդդիմադիր քաղաքական ուժից, եթե նա վախենում է եւ տեսնում է, որ պարտվում է, նա պետք է իրեն փոխի եւ ոչ թե հիմնական ընդդիմադիր քաղաքական ուժին, որովհետեւ մարդիկ հիասթափվել են իրենից, իր գործելավոճից, պահելաձևից, երեկվա հայտնի դեպքերը, ինքը իր դեմքը արդեն ցույց է տալիս եւ մենք տեսնում ենք, որ պահին, որ իշխանությունը հիմնական ընդդիմադիր ուժին փորձի ընտրություններին չթողել, այդ օրվանից վերանալու է Հայաստանում ժողովրդավարությունը,
որտեվ յուրաքանչյուր հաջորդ իշխանություն վտանգ տեսնելով նույնը անելու է։ Իսկ դուք պատկերացնում եք ինչ կլինի 30 տարի հետո դրանից հետո։ Մենք այդ բոլոր վտանգները պատկերացնում ենք, տեսնում ենք, ես տվյալ պահին խոսում եմ նաև որպես Հայաստանի քաղաքացի, ոչ միայն որպես լրագրող եւ մոտավորապես ձեզ ասեմ ինչ են խոսում Երևանում եւ ընդհանրապես Հայաստանում։ Այո, անդիմությունը կհաղթի, եթե Սամվել Կարապետյանի ուժը մասնակցի ընտրություններին։ Իսկ եթե չմասնակցի, ինչ են կանելու։ Սամվել Կարապետյանի ուժը պետք է մասնակցի ընտրություններին, որովհետեւ այն ինչ մեր երկրին սպառնում է Փաշինյանի կառավարման մնալու պարագայում շատ վատ հետևանքներ ունի մեր համար ու մենք ամեն ինչ պետք է անենք, որ այս փոփոխությունը բերենք մեր պատմական առաքելությունը, կատարենք մեր ժողովրդի առաջ։ Հնարավոր է մեր ժողովրդի ինչ-որ մաս չի գիտակցում, թե ինչ առաքելություն է։ Մենք բայց ամեն օր ցանկանում ենք, ամեն օր փորձում ենք մարդկանց ներկայացնել, թե ինչ կարևոր իրապես մոտեցումների հեղափոխություն է լինելու։ Այսինքն լինելու են փողոցային ակցիաներ, բողոքի ակցիաներ։ Չեմ կարծում, որ իրենք կգնան այնպիսի քայլերի, դեռ չեմ կարծում, հույս ունեմ, որ կգնանք ժողովրդավար ընտրությունների։ Այդ ամենայնիվ կարող եք ասել բնակչության այն մարդկանց, ովքեր ձեզ աջակցում են, այն մարդկանց, ովքեր տարբեր մարզերում ու քաղաքներում, գյուղերում գալիս են մասնակցում են ձեր հավաքներին, որ հանգիստ եղեք ձեր աջակցությանը մենք տերենք։ Տեսեք, մենք գտնում ենք մի հատ վայրում խորվիրապում, որի հետևը պատմական Արտաշատն է։ Ուրեմն պատմական Արտաշատը մի բանով է հայտնի, երբ որ հռոմեական մի հատ կայսր զորքը մտցնում է Արտաշատ եւ ավերում է ամբողջ Արտաշատը։ Նա արտիստիկ էր, սիրում էր սուտ խոսալ, փառասեր էր եւ մի քիչ էլ խենթ էր։ Բայց նա գոնե հռոմեացի էր, Փաշինյանը։ Այո, նա հռոմեացի էր, բայց նա մի քիչ էլ խենթ էր, նա անուն Ներոն էր։ Արտաշատը թալանելուց հետո, ավերելուց հետո հայերը ստիպեցին, որ նա վճարի Արտաշատի վերակառուցման համար, իսկ հետո Հռոմի ժողովուրդը վռնդեց իրեն, քանի որ նա ավելի շատ նվագում էր, այն ժամանակ Facebook-ն էլ նվագելն էր։ Ավելի շատ նվագում էր, ավելի շատ զբաղված էր ինչ որ ոչ լուրջ հարցերով, քան երկրի կառավարումով։ Եվ այդպիսի խենթերի պետք չէ պետության ղեկը տալ։ Նա գոնե մեծ խենթ էր, մեծ չարիք էր, որ պատմության մեջ է մտել Փաշինյանը այդքան էլ մեծ։ Մեր ժողովրդի համար, ինձ համար, իմ ժողովրդի հետաքրքրությունը, իմ ժողովրդի համար անգամ փոքր երկիր ենք, բայց մեր վտանգը ինձ համար տասնյակ անգամ ավելի մոտ է։ Կարող ենք ֆիքսել, որ այդ ամենայնիվ լինելու են եւ բողոքի ակցիաներ, եւ իշխանությունների ցանկացած քայլի լինելու է adekvat եւ վճռական պատասխան։ Պատմականորեն Երևանյան փողոցը միշտ վճռորոշ խոսքը պահել է այն դեպքերում, երբ իշխանությունները սկսել են չափները անցնել։ Ես սկսեմ հարցերից, որ ուզում եմ հենց ձեր մասին, ինչ որ հետաքրքիր ինձ համար հետաքրքիր եք դուք եւ ուզում եմ հարցեր, որ ձեզ են վերաբերում, հետո մենք նորից կվերադառնանք ձեր ուժի գործերին։ Նախ խնդրում եմ ասեք, դուք մեծ ընտանիք եք, բայց դուք եք ստանձնել այս քաղաքական առաքելությունը։ Ինչու՞։ Սա ձեր նախաձեռնությունն էր, թե ձեզ առաջարկել են։ Ընտանիքի ամեն անդամ ունի իր ոլորտային պատասխանատվությունը, իր բնավորությունից ելնելով։ Եվ քաղաքականությունը դա քննադատությունը սրտին մոտ չընդունելու նաև արվեստ է, քննադատությունից հետևանքներ քաղելու, հետևություններ անելու, բայց սրտին մոտ չընդունելու արվեստ է։ Երևի դա ինքնաբերաբար մենք եկել ենք դրան։ Ընտանեկան խորհուրդ եք արել եւ որոշել եք, որ Նարեկը ամենից շատը կդիմանա քննադատությանը։ Կարծում եմ նաեւ ինչ որ առումով նախախնամությունն է բերել դրան, քանի որ process-ները հախուռն էին եւ այդ process-ները չեք նեղացել, որ հենց ձեզ են այս կեղտոտ քաղաքականության մեջ ուղարկել։ Ես պատասխանատվությունը, որ մենք ունենք մեր պատմության առաջ, երբեք չեմ կարող նեղանալ դրանից, կարող եմ ինձ հպարտ զգալ դրա համար, բայց նաև զգում եմ այն ծանրությունը, որը կա մեր ապագա քայլերի հետ կապված, զգում եմ այն ծանրությունը պատասխանատվության, որ մեր առաջ կա դրված։ Գիտեք, երբեմն
ամենամեծ ծանրությունը դա իշխանության փոփոխությունից հետո եկող ծանրությունն է։ Երբ այցելում ենք շատ գյուղեր, մանավանդ առաջի այցելությունները գյուղեր բավականին ինձ համար ծանր էին, ավելի ծանր էին, քան Երևանյան այս բոլոր քաղաքական շրջանակների խոսույթները, որովհետև դու հասկանում ես, որ մեծ առումով հույսը այս մարդկանց այս աղքատությունից ելնելու միայն քո մեծ թիմի քայլերն են։ Մինչև այս քաղաքական գործընթացը դուք զբաղվել եք բիզնեսով։ Այո։ Եվ ըստ բաց աղբյուրների դուք բավականին հարուստ մարդ եք։ Չեք ափսոսում, որ բիզնեսը թողել եք եւ եկել եք քաղաքականություն։ Ես բիզնեսը շատ եմ սիրում։ Ահա։ Բիզնեսի մեջ մարդիկ միշտ շնորհակալ են ինչ որ դու անում ես իրենց համար։ Պատահական մարդիկ ավելի քիչ են լինում, քան քաղաքականության։ Եվ դու ես ընտրում, ում հետ պետք է աշխատես։ Լավ եմ։ Բիզնեսը, այո, նաև իրականության մասին է, քաղաքականությունը երբեմն ստերի դեմ պայքարելու մասին է։ Այդ իսկ պատճառով ես համարում եմ, որ չնայած մեր հասարակության մեջ շատ է ընդունված այն կարծրատիպը, որ բիզնեսմենների արդարության հետ կապված, բիզնեսմենի գործը ամենաարդար գործերից է, որովհետև նա ազնիվ է, ամենաազնիվ գործերից է, որովհետև նա ազնիվ է համ իր հետ, համ մարդկանց հետ, եւ նաեւ ամենաազատ գործերից է։ Տեսեք, դուք երիտասարդ եք, Նարեկ, եւ հայաստանցի երիտասարդների մեծ մասը մտածում է որոշ հաջողության հասնեմ, որոշ գումար վաստակեմ եւ Հայաստանից գնամ, ավելի ապահով տեղ ապրեմ, ավելի հետաքրքիր տեղ ապրեմ, իսկ ձեզ մոտ նման մտքեր չկային նույնիսկ 44 օրյա պատերազմից հետո, երբ Հայաստանում մարդիկ լսում էին, զգում են այդ ցավի հոտը։ Տեսեք, երբ դու նայում ես Հայաստանը լքելու տարբերակը, դու պետք է մի բան հաշվի առնես, որ պատմականորեն հարյուրավոր տարիներ, հազարավոր տարիներ քո նախնիները, իսկ իմ եւ ձեր նախնիները մոտապես մի 2000 հայ են, ամեն մեկից նախնին, գենետիկ ծառը ավելի շատ, այո։ Նախնիները այս տանջանքների մեջով, այս հալածանքների մեջով, այս ճնշումների մեջով եկել գենը հասցրել են քեզ, եկել հասցրել են քեզ ամենա-ոչ ձեռնտու ազգն ես եղել տարածաշրջանի, ամենաշատ ճնշվող, բայց մարդիկ հասցրել են քեզ այսօրվան ու հենց քո վրա պետքա կտրվի էդի։ Որովհետև հենց մեր օրոք, մեր սերնդի օրոք ծնվել է Նիկոլ անունով մի հայ տղամարդ, որը այսօր հայտարարել է հենց այստեղ Հայաստանում, որ այս տարածքում երբեք վերջին շուրջ 1000 տարվա ընթացքում չի եղել մի ժամանակաշրջան, որ հայերը 90% կազմեն։ Սա, չգիտեմ, սա ինչ հայտարարություն է, ոնց կարար հայ լիներ այս հողի վրա, սա մի հայտարարություն է, որ ապտակ է նաև ապագային, այսինքն այդ հայտարարությունից հետո ձեր գործերը, եթե դուք գալիս եք իշխանության, բավականին բարդանում են։ Տեսեք, արդեն նա դուռ է բացում, երբ մենք ասում էինք, որ նա ուզում է մարդիկ Հայաստան օտարերկացիներ բերել, հարևան ազգի ներկայացուցիչներին, չեմ ուզում անունները միշտ ասում է սուտ է։ Ասում էր սուտ է։ Հիմա բացում է թեմա, որ մենք միայնակ չենք ապրել, մենք գիտենք իր մոդելները ոնց է գալիս, բայց սա մեր գնահատականն է։ Ինչպես կարող է մի մարդ փոխի մեր բոլորի ճակատագիրը վատ իմաստով, էլ մենք ինչի համար ենք ստեղ։ Մենք պետքա փոխենք մեր ճակատագիրը, ինքը պետքա չորոշի։ Մենք ոնց պետքա ապրենք, որտեվ եթե այնպես որոշեր, որ մենք լավ ապրեինք, ես իմ մասին չեմ ասում, ես ասում եմ այն մեր հայրենակիցները, ում ես ամեն օր տեսնում եմ, ում մարդիկ հուզված, ամեն հանդիպման ժամանակ հուզված մարդիկ եմ տեսնում, էմոցիա կա, սա քաղաքական ուղղակի պրոցես չէ։ Եթե նա լավ աներ ամեն ինչ, մենք ամենաերջանիկ մարդը կլինենք, ամեն մեկը կզբաղվեինք մեր գործով, իմ գործով, ինչ ես սիրել եմ։ Բիզնեսով։ Այո։ Իսկ նա երեկվա պահվածքը Նարեկ։ Օրինակ, նաև կա դիսկուրս հասարակությունում, որ մի մասն ասում է, որ նա պարզապես ոչ adekvat եւ մեղմ ասած հոգեկան խնդիրներով մարդ է, մյուս մասն էլ ասում է ոչ, ծրագրով գործում է։ Դուք հավաքված եք որ տարբերակ։ Կառավարումը կորցրել է հոտը, տեսեք, Արաբկիրը իրեն ցույց է տվել, որ մարդկանց 100-ից 90-ը մերժել են իրեն։ Ինքը հասկացել է իրավիճակը, իր այցելությունները օգտակար են իր համար, որ ինքը տեսնի իրական իրավիճակը հողի վրա,
ինչպես են վերաբերվում, բայց գիտեք, չէ ուզենա խոսեի մի մարդու կերպարի մասին, ում համար ես իմ մեջ արդեն պատասխանները իր համար գտել եմ։ Մենք ավելի շատ պետք է խոսենք ինչպես ենք փոխելու մեր երկրում տեղի ունեցող process-ները, ինչպես ենք վերաստեղծելու մեր ազգային գաղափարը, քանի որ մեծ հարվածներ է հասցվել մեր ազգային գաղափարին։ Փաշինյանի մասին եւս մեկ հարց տամ, եւ ճիշտ է, ել չխոսենք իր մասին։ Երեք երկրորդ նախագահը առաջարկեց այսուհետ Հայաստանի ղեկավարը հատուկ տեստ անցնի եւ որ մենք հասկանանք, որ նա հոգեկան խնդիրներ չունի։ Դուք այս գաղափարին ո՞նց եք վերաբերվում։ Ճիշտը որ ասեմ, շատ տարօրինակ զուգադիպությամբ մենք երեք նայում էինք Հայաստանի վարչապետի համար դրված չէ պահանջ, որ նա փսիխոյի տեստ անցնի։ Վարորդի համար դրված է, տաքսու վարորդի համար։ Բայց ես ուսումնասիրեցի հարցը, աշխարհում էլ այդպես չկա։ Պետք է ուսումնասիրենք, բայց փորձից ելնելով հնարավոր է մի քիչ ավելի խիստ լինենք, ոչ թե մարդու ընդհանուր ոգեկերտվածքի հետ կապված, ինչպիսի ճանապարհ է անցել, ինչ որտեղ գրանցված եղել է թե չէ, ինչ որ հոգեբանական դիսպանսերներում գրանցված եղել է թե չէ, այդ գրանցումները պահպանվել են թե չեն պահպանվել, բաներ կա, պետք է ավելի խորը ուսումնասիրվի երկրի ղեկավար ընտրելուց առաջ։ Ես գիտեմ ինչպես է Փաշինյանը պատմության մեջ մնալու, անունը մնալու է պատմության մեջ, որովհետև սա նորագույն պատմության, աշխարհի նորագույն պատմության, գոնե եվրոպական քաղաքակրթության նորագույն պատմության մեջ եզակի դեպք է, երբ ղեկավարում է երկիր 8 տարի շարունակ մի մարդ, ում պարբերաբար կասկածում են հոգեկան խնդիրներ ունենալու մեջ, եւ ըստ այդմ, եթե սրանից հետո Փաշինյանից հետո տարբեր երկրներ ընդունեն այդ օրենքը կարող է կոչվել Փաշինյանի օրենք։ Մենք մեր խոսակցության սկզբում խոսում ենք Ներոնի մասին։ Այո։ Եվ հետաքրքիր է, խոսում էինք հին Արտաշատի մոտակայքում։ Հետաքրքիր զուգադիպություններ են ընդհանրապես մեզ այսօր հանդիպում։ Ես ուզում եմ եւս մեկ հարց տալ, որի պատասխանը նույնպես հասարակությունը ունի, ավելի ճիշտ կիսված է հասարակության կարծիքը։ Ըստ ձեզ, մենք Արցախը կորցրել ենք, որովհետև դավաճանություն է եղել, թե մենք Արցախը կորցրել ենք, որովհետև մեր ղեկավարությունը մեղմ ասած հիմար է եղել։ Երկու բան կա։ Առաջինը մենք պարտվել ենք երկու ֆրոնտով։ Տնտեսական պայքարի ֆրոնտում։ Այսօր Արարատում խոսքի մեջ մենք նշեցինք, որ Վազգեն Սարգսյանը 98-99 թվականին երբ վարչապետ դարձավ, հայտարարեց, որ պատերազմ հաղթել ենք, մնում է տնտեսության մեջ էլ հաղթենք։ Եվ դա շատ կարևոր ու ճիշտ ուղերձ էր։ Մենք պետք է տնտեսության մեջ հաղթենք, որ կարողանայինք հաղթեինք, որ կարողանայինք պահեինք։ Կարապետյանն էլ իր խոսքում 2 տարի առաջ ասել է, որ սա աղքատի եւ հարուստի կռիվ էր։ Պարտվել ենք տնտեսական պատերազմը, ցավոք։ Իսկ դրան հետևել է արդեն բայց նաեւ օրինակ ռազմական պատերազմը, բայց շատ մեր հայրենակիցներ տնտեսական պատերազմ պարտված վիճակում էլ առաջի պատերազմը հաղթել էին։ Հերոսություններով հաղթել էին։ Հնարավոր է ուրիշ սերունդից բացի ուրիշ ղեկավարություններ, հնարավոր է ճիշտ դիվանագետ ղեկավար ունեինք, նաև ճիշտ ռազմագետ ղեկավար ունեինք, թիմային աշխատանք կար, Վազգեն Սարգսյանը ստանձնել էր մի դեր, երկրի նախագահը մի այլ դեր, Արցախյան ղեկավարությունը մի այլ դեր եւ իրենք կարողացել էին իրար հետ աշխատեին, ամընթաց գնար հայկական օրակարգը։ Այս մի անգամ մենք ունեցանք մի խոսափող, բայց չունեցանք կառավարիչ, ունեցանք խոսափողեր, ոչ թե ղեկին մարդ, և մեր ժողովուրդը երբեմն բայց նաև համընկավ մեր տնտեսական վատ վիճակը, եթե համեմատեինք Ադրբեջանի տնտեսության հետ, որ գնալով հարստանում էր այդ էներգագիրների շնորհիվ, եւ համընկավ նաև որ իշխանության եկավ Փաշինյանը։ Ես չեմ կարծում, որ պատահականություն է, որ Ալիևը պատերազմ է սկսել հենց Փաշինյանի օրոք։ Խորին վստահություն ունեմ, որ եթե երկրի ղեկավարը լիներ ոչ թե Փաշինյանի պես մարդ, այլ մի քիչ ավելի հեռատես, ոչ էմոցիոնալ, այս ինչ երեք տեսանք, այդպիսի մարդ չլիներ, շատ քիչ էր շանսը Ադրբեջանի մոտ, որ ինքը բացի ինքշրջանից ուրիշ բան կստանար։ Շատ քիչ էր։ Վստահ եղեք, որ հայկական դիվանագիտությունը 4 խրամատ է ունեցել։ 4 խրամատներից բոլորը նա հանձնել է ու հենց իր մի հատկության պատճառով, որ երբ ինքը մի
բանի մեջ համոզում է իրեն, դրանից հետո անկասելիորեն չի լսում կարծիքներ, չի լսում մտահոգություններ, գնում է այդ ուղղությամբ, իսկ դա երբ մեքենայի ղեկին նստած մարդուն ասում են այնտեղ անդունդ է, բայց նա այնց անկասելիորեն գնում է այնտեղ, վերջում մեքենան վթարի է ենթարկվում, ինչը տեղի ունեցավ Հայաստանում։ Ես կարծում եմ նաև, որ նույնիսկ Մոսկվայում էին համոզված, որ սա դեռ ոչինչ չի նշանակում եւ Շուշին ու Հադրութը կորցրել են, բայց Արցախը կմնա հայկական։ Համոզված էին դրանում, թե չէ խաղաղապահներ չէին ուղարկի։ Իհարկե, բայց նաև մենք պետք է հիշենք, որ մենք ինքնորոշված երկիր ենք, ինքնուրույն քաղաքականություն տանող երկիր ենք, ինչքան էլ հույսներս օգնության վրա է, մենք էլ ունենք ծրագիր, որ երաշխավորներ բերենք տարածաշրջան ու տարածաշրջանային երկրներ նաև լինեն, բայց մենք պետք է հիշենք, որ եթե դու արդեն պետություն ես, դու պետք է քո քաղաքական միտքը առաջնորդի, ադրբեջանական քաղաքական միտքը պատերազմից առաջ իրապես մեծ գործեր արել եւ դրա հիմնական ապացույցը 30 տարի են այդ գործը անում։ Այո, եւ բայց դրա հիմնական ապացույցը այն էր, որ Վրաստանի տարածքում մենք անգամ մատակարարում չունեինք։ Դա ամենամեծ ապացույցն էր, որ մեր դաշնակից, մեր բախտակից Հունաստանը ոչ մի բան չասեց, դա ապացույցն էր։ Այսինքն մենք պարտվել ենք նախ եւ առաջ դիվանագիտական տնտեսության մեջ։ Ես կարծում եմ, որ դիվանագիտությունը եւ ռազմական գործի հետ կապված process-ները ածանցյալ են տնտեսության։ Քաղաքական գործիչները իհարկե մի քիչ ուրիշ կարծիք ունեն, այլ իրենք մտածում են, թե աշխարհը շուռ է գալիս, շրջանակներում է աշխարհը գործում, որ քաղաքականությունն է որոշում տնտեսությունը, բայց իրենք լավ չեն։ Իրանական պատերազմը մի քիչ հոգուտ քաղաքականությամբ զբաղվողների էր, որովհետև հիշում եք ինչ եղավ Դուբայում պայթյուններ, ով կմտածեր, որ Դուբայում կլինեն պայթյուններ, Հորմուզի նեղուցը եւ այլ, այսինքն Իսկ ինչու պատերազմը կանգնեց։ տնտեսության պատճառով։ Այո։ Որովհետև Հորմուզի վրա վերահսկողությունը Իրանը հաղթեց տնտեսությունով։ Ինչ է դա նշանակում։ Ռազմական եւ քաղաքական ձևով պատերազմը չէր կարող դադարել, եթե չլիներ տնտեսական գործոն։ Թրամփի պես եք մտածում, ամեն ինչ կարելի է գործարքով կարգավորել։ Ամեն ինչ կարելի է գործարքով կարգավորել, բացի ազգային արժանապատվության հետ վերաբերող հարցերից։ Ուզում եմ եւս մեկ հարց տալ ձեր ընտանիքի եւ Սամվել Կարապետյանի մասին։ Տեսեք, երբ որ նա շուրջ 8 ամիս անցկացրեց ԱԱԾ-ի նկուղում, ճիշտ եմ, չէ՞ ասում 8 ամիս, Forbes-ի տվյալներով նա նույնիսկ այդ ժամանակահատվածում աշխատեց $800 միլիոն։ Ընտանիքի անդամների համար տարօրինակ չէ, որ այս մարդը որոշել է այլևս ընտանիքին եկող սերունդներին չհարստացնել, այլ զբաղվել Հայաստանով, հատկապես որ կա Ռուբեն Վարդանյանի օրինակը, անշնորհակալ գործ է փորձել փրկել երկիրը։ Մենք գիտակցում ենք, որ սա ոչ մեկ մեզ հնարավոր է կարճաժամկետ, չգիտեմ, չնայած ամեն անգամ հանդիպումների ժամանակ մարդիկ ասում են շնորհակալություն, բայց հնարավոր է քննադատությունների արժանանանք մեր այն հայրենակիցների կողմից, ում համար ենք այս ամեն ինչ անում, մեզ լսողները կարող է մտածեն քաղաքական խոսույթ է, բայց ես խորապես համոզված եմ, որ էսի անում ենք, այս ամեն ինչը անում ենք մեր հայրենակիցների կյանքը փոխելու համար։ Ինչ վերաբերվում է իրեն, ինչ որ տարիքից ինձ թվում է առաջնահերթությունները փոխվում են մարդկանց մոտ, մանավանդ այն մարդկանց մոտ, ովքեր աշխարհիկ 21-րդ դարի կապիտալիստական հասարակարգի համար տրված բոլոր արդյունքների հասել են։ Իսկ կոնկրետ ձեզ, Նարեկ Կարապետյանի համար ինչ է կարևոր, որ Հայաստանի գյուղում ապրող մարդը լավ ապրի։ Հետաքրքիր հարց է։ Նա քո պես մարդ է, քո պապիկն է, քո հորաքույրն է։ Շատ դժվար հետաքրքիր հարցեր։ Ամոթի զգացում ունեք, երբ տեսնում եք ավելի շատ պատկերացնում եք այսօր տեսա մի մարդու, ով շատ է նման իմ պապիկին։ Ու նա շորերը մի քիչ հին էին, բայց կոկիկ։ Չգիտեմ, հնարավոր է մարդ չուզենա, որ իր հայրենակիցները լավ ապրեն, երբ ինքը լավ է ապրում։ Ինձ շատ մարդիկ կան, որ չեն մտածում։ Ընդհանրապես չեն մտածում։ Պետք է մտածեմ այդ ուղղությամբ, բայց դա որպես բազային ցանկություն է ինձ թվում է յուրաքանչյուր մարդու, որ եթե դու լավ ես, շրջապատդ է պետք է լավ լինի, եթե արդեն շրջապատիդ համար է լավ, քիչ ավելի մեծ շրջանակները լայնանում են։ Վաղը մյուս օր կարող է Աստված առաջ, եթե Հայաստանի տնտեսական հարցում են կարողանանք դրական լուծում տանք, կարող է տարածաշրջանային լուծում առաջարկենք։ Ես շուրջ 20 տարի ապրել եւ աշխատել եմ Մոսկվայում, որտեղ որ
մի քանի 100 շատ հարուստ մարդ կա, համաձայն հայ ազգի։ Եվ մոտ մի 6-7 փոխվում էր Forbes-ի ցուցակի այդ թիվը միլիարդատեր հայեր, բայց հայկական հարցերով բարեգործությամբ Հայաստանում եւ Արցախում զբաղվում են ընդամենը մի քանիսը, այդ թվում Սավել Կարապետյանը եւ Ռուբեն Վարդանյանը։ Ռուբեն Վարդանյանին ազգը շնորհակալություն չասեց, ազգի մի մասը նույնիսկ ուրախացավ, երբ նրան ձերբակալեցին ադրբեջանցիները։ Բայց ես կարծում եմ, որ մեր ազգի գործարների մեծ մասը ամեն դեպքում Հայաստանի համար քայլարած ունեն։ Իրենց հետ շփվելով մեծ մասը ու Ռուբեն Վարդանյանի օրինակը մյուս մարդկանց օրինակն է, բոլորը ինչ որ բան արել են։ Ես հիշում եմ մի ժամանակ համեմատել էին Հայաստանի եւ Ադրբեջանի բարեգործական հիմնադրամների աշխատանքը, Հայաստանը տասնյակ անգամ ավելի ուժեղ էր։ Որովհետև Ադրբեջանը չուներ նույնքան հարուստ սփյուռք, ինչ ուներ Հայաստանը։ Այո, երկրորդ նաև հայրենասիրությունը։ Դու գիտեք, որ Հայաստանում հետաքրքիր բան կա, աշխարհում ունիկալ, օրինակ, այն ընտանիքները, որոնք ֆինանսապես ապահովված են, ավելի շատ երեխա են ունենում։ Աշխարհում միշտ հակառակ համեմատականն է։ Այն ընտանիքները, որ ֆինանսապես ապահովված են, քիչ երեխա են ունենում ամբողջ աշխարհում։ Հայաստանը աշխարհի միակ երկրներից է, Չէի մտածել դրա մասին, որ ֆինանսապես ապահովված հայ ընտանիքը շատ երեխա ունենում։ Ունիկալ բան է, կարող է չգիտեք, գիտեք ինչից է։ Իսկապես շատ հետաքրքիր է։ Մեր մարտահրավերներն են ուրիշ։ Ով հասնում է ինչ-որ բանի, հասկանում է, որ նայում ես այնտեղ, հասկանում ես քո մարտահրավերը։ Մի քիչ ռեական ման ասացիք։ Նարեկ, ուզում եմ մի քիչ Սփյուռքից խոսել, Սփյուռքից հարց տալ։ Ինձ մոտ կա տպավորություն, որ եթե մենք գնայինք այլ ճանապարհով եւ Սփյուռքը ավելի շատ ներգրաված, հարաբերս ներգրաված լիներ մեր հայաստանյան ներքաղաքական կյանքում, մենք հավանաբար այսօր չէինք լինի այն վիճակում, ինչ վիճակում որ կանք։ Համաձայն եք։ Այն բլոկները, որ դրված են Սփյուռքի համար, որ նախարար չի կարող Սփյուռքից մարդ լինել, պատգամավոր չի կարող մարդ լինել, բլոկներ են դրված, որի նպատակը ես չեմ հասկանում, քանի որ ամեն դեպքում Սփյուռքում ապրող մարդը, դուք եք երկար տարիներ դրսում ապրել, մի քիչ ավելի էմոցիոնալ է վերաբերում Հայաստանի հարցերին, քան հայաստանցիները, ինչու, որովհետև ավելի իր մեջ սակրալիզացիա է գնում երկրի։ Իհարկե, եւ հետո մենք ի վերջո կարող ենք ցանցային ինչ-որ ազգ դառնալ, կային նման գաղափարներ, ցանցային ազգ լինենք եւ լինի մի ընդհանուր հարթակ, որտեղ որ լինեն բոլոր հայերը։ Ցանցային ազգ ենք մենք։ Ուրեմն պետք է հարթակ ստեղծել։ Կա այդ հարթակը։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցի։ Այո, եկեղեցու։ Երբ ես Ֆրանսիայում եմ, մի անգամ եմ պատմել, Լիլ քաղաքում էի, ոչ մեկ ինձ չէր ճանաչում։ Գնացի հայկական եկեղեցի, մտածում եմ 20 տարեկանում գնացել էի աշխատանքային մի քանի ամիս ապրել եմ այնտեղ։ Եվ այնտեղի հայերը ինձ հրավիրեցին Լիլի եկեղեցում սկսեցին առաջարկություններ անել, մեկը գինու վաճառող էր, մեկը ոսկերիչ էր։ Ցանցային ազգը այդպես է աշխատում։ Իրենք ինձ չէին ճանաչում, բայց ինձ առաջարկներ էին անում որպես հայ։ Իհարկե, մի բան ասեմ, արևմտահայեր էին, հայաստանցիներ չէին այդքան, սիրիահայեր, լիբանանահայեր էին, բայց ամեն դեպքում այդ ցանցային համակարգը աշխատում է։ Մի օրինակ էլ բերեմ։ Այո։ Եթե ես եւ դուք ուզենանք Արգենտինա մարդ գտնենք այս պահին կամ Եթովպիա։ Մեզ համար Իսկ պատկերացրեք, այլ ազգին չի կարող դա անել։ Մեզ թվում է, թե բոլորը կարող են, հավատացեք, ոչ մեկ մեզանից բացի չի կարող մի ժամվա մեջ Իսլանդիա մարդ գտնի։ Էդի հայկական եկեղեցին է, դրա համար է կարևոր։ Ինքը մեզ միացնողն է։ Բայց կարելի է նաև ժամանակակից տեխնոլոգիաներով էլ օգտվել եւ on-line հարթակ էլ ստեղծել։ On-line հարթակ, դե կա LinkedIn, կա Facebook ամեն դեպքում, բայց մենք օգտագործում ենք դա իրար վիրավորելու համար ավելի շատ, հիմնական նշանակությունը փոխադարձ վիրավորանքներն են։ Ինչ եք կարծում, ինչու նաև ձեր ուժը, ինչքան որ ես եմ նկատել, թեև դուք ըստ էության Սամվել Կարապետյանը սկսել է այսպես ակտիվ քաղաքականությամբ զբաղվել, ստեղծվեց մեր ձևով ուժը, հետո ուժեղ Հայաստան կուսակցությունը, հետո դաշինքը շատ այս վերջին շրջանում հատկապես քիչ եք խոսում եկեղեցուց, որովհետև Փաշինյանը ըստ էության ընդդիմադիրների նվեր է արել, ասել է իր ծրագրի մեջ ԿՊ-ն գրել է, որ վերընտրվելու դեպքում փոխելու են կաթողիկոսին, ինչպես են փոխելու, չես հասկանում։ Ճիշտ է, բայց ամեն շրջանի առաջնահերթություն մենք ներկայացնում ենք, ինքը տարբերակ չունի մեր կաթողիկոսի աթոռի հետ կապված որևէ փոփոխություն անի, որևէ սցենարով,
իմացեք, որ Կաթողիկոսը դա հայության կողմից ընտրված ինստիտուտ է։ Ամեն դեպքում գրել է ծրագրում։ Շատ Չէ, ման սկսենք կարող է դրանից, գրել։ որ նա չի վերընտրվի։ Այո։ Սկսենք դրանից։ Նա ոչ մի ձև հնարավորություն չունի։ Հիմա վարչապետ է, հիմա էլ չի կարող։ Կես տարի առաջ է չկարողացավ, հիշում եք Նա հայտնի իր միակ պատերազմը, որտեղ նա տանուլ տվեց, եկեղեցու դեմ իր պատերազմն է։ Ինչու՞։ Որովհետև ես կարծում եմ, որ որովհետև դա վերաբերում էր ցանկացած հայի, ընդ որում էմոցիոնալ։ Այո, էմոցիոնալ մակարդակով։ Միացնի հայտնի դեպքերը, երբ իրենք եկան, տեսակ բազմահազարանոց հայությունը ինչպես պաշտպանեց եկեղեցուն։ Իսկ դիտարկում եք սցենար, որ Փաշինյանը իրականում դե ֆակտո պարտվի ընտրություններին, բայց իշխանությունը չհանձնի։ Ընտրությունից հետո պարտվելուց հետո էլ իշխանությունը իրենը չի լինի։ Ուզում է հանձնի իշխանությունը այդ աթոռը չի։ Իշխանությունը դա լեգիտիմությունն է։ Այդ աթոռը կարող է տանել իրենց տուն։ Այսինքն կան այդ ամենանիվ կարմիր գծեր նաև լեգիտիմության առումով, եթե ինքը լեգիտիմությունը կորցեց, ընտրությունը դա այդ գրիչը չի։ Ուժային կառույցները նաև չեն սկսի։ Լեգիտիմությունը դա եթե պարտվեց, այլ լեգիտիմություն չունի մարդ։ Գանք հետընտրական, հա, շրջան, որովհետև կարողացաք, չէ։ Այո, ես հասկացա։ Եթե մոտավորապես ինչ եք դուք ուզում ասել, եթե ինքը չունենա լեգիտիմություն, այլևս ուժային կառույցներից եւ ոչ մեկը նրան չի ենթարկվի եւ ընդհանրապես նա արդեն կդառնա հասարակությունն էլ չի ընդունի, բայց նա կարող է ասել, որ ես չեմ ընդունում ընտրությունների արդյունքները կամ խախտումներ կամ վերջին հենց օրը ասի չի մասնակցել ուժեղ Հայաստանը։ Նա լեգիտիմ չի լինելու։ Դա արդեն ընտրությունը լեգիտիմության մասին է։ Ընտրությունները հենց լեգիտիմության մասին են։ Իրապես, եթե մարդիկ հայությունը ընտրեց ընդդիմության առաջնորդ Սամվել Կարապետյանին, իրենք ինչ ուզեն անեն, ինչ չուզեն չանեն, այդ իրենք չեն որոշում էլ։ Ինչպես իրենք ժողովուրդը բերեց իշխանության, այնպես է ժողովուրդը ճամփելու է իրենց մի քիչ ավելի հարստացած, մի քիչ ավելի շատ գումարներով իրենց տուն։ Այսօր ընտրություններին մասնակցում է 19 ուժ, որոնցից ընդդիմադիր ուժերից 4-ը, 3 մեծ խոշոր ուժերը, ձեր ուժը, Ծառուկյանի ղեկավարած ուժը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած ուժը եւ նաեւ ասում են, որ որոշ շանսեր ունի նաեւ Թաթոյանը։ Պատկերացրեք մի իրավիճակ, որ ընտրություններից հետո պարզվում է, որ ընդդիմությունը ընդհանուր շատ ավելի շատ ձայն է հավաքել, քան Փաշինյանը, բայց դուք 50+ ձայն չեք հավաքել, բայց կարող եք այդ 3-ից որևէ մեկ ուժի հետ միավորվելով կոալիցիոն կառավարություն ստեղծել, կազմել, որ ուժի վրա ձեր ընտրությունը կլինի։ Ինձ թվում է օպոզիցիոնալ ուժերը արդեն պատասխանել են այս հարցին։ Մեր երկրի առաջնորդության համար մեզ պետք է, որ ընդհանրապես երկրի պատասխանատվությունը մի ուժի վրա լինի եւ մենք տեսնում ենք, որ այս մեծ փոփոխությունները մենք պետք է բերենք, հենց մի ուժ պետք է այդ փոփոխությունները բերի, պատասխանատվությունը մեկի վրա լինի, մի ուժ բերի։ Այսինքն չեք ուզում պատասխանատվությունը որևէ մեկի հետ կիսել։ Չեմ տեսնում, որ դա ճիշտ ճանապարհ է։ Միակ տարբերակը յուրաքանչյուր քաղաքական ուժից, եթե լինեն լավ մասնագետներ, մաքուր ձեռքերով մարդիկ, մենք ենք խնդրելու, որ գան մեր հետ աշխատեն։ Ինչպես բիզնեսի մեջ, լավ ես աշխատում, կապ չունի, որ ուժի ներկայացիչն ես։ Վատ ես աշխատում, գնում ես տուն։ Ես անշուշտ շատ ավելի շատ հարցեր ունեմ, քան հասցնում եմ ձեզ տալ, բայց քանի որ պետք է ձևաչափի մեջ տեղավորվենք, անցնում ենք բլիցի եւ ես կրկին հիշեցնեմ, որ մենք դες այդ պայմանավորվել ենք հարցազրույց անել ընտրություններից հետո։ Պատասխանում եք կարճ կամ այո կամ ոչ։ Առաջին հարցը։ Դուք արդեն ասացիք, որ դավաճանություն է եղել, հիմարություններ է եղել, դրա համար ես առաջին հարցը չեմ տալիս, որտեղ իմ սիրած հարցն է եւ այդ հարցի պատասխանը ինձ համար շատ բան է ասում մարդու համար, դուք արդեն պատասխանել եք։ Ձեր կարծիքով Արցախի էջը պետք է փակել, թե այդ ամենայնիվ պետք է հույս ունենալ, որ մյուս սերունդները, մեզանից հետո եկողները ավելի խելացի կլինեն, լավ տնտեսություն կստեղծեն եւ ավելի վճռական կլինեն։ Մի քիչ երկար է լինելու պատասխանը։ Okay. Գնացինք։ Քանի որ ապագայում մենք ստիպված ենք լինելու բանակցել հարևան երկրի հետ, այո։ Իմ պատասխանը օգտակար չի լինի, որովհետև այն ինչ իմ մեջ կա, եթե ես դա պատասխանեմ, օգտակար չի լինի,
Եվ երկու սցենարն էլ իմ պատասխանների օգտակար չի լինի մեզ, դրա համար Ինձ դուր եկավ ձեր պատասխանը, ես հասկացա ձեր պատասխանը։ Ինչով դուք անձամբ, դուք Նարեկ Կարապետյանը կուզենայիք զբաղվել նոր կառավարությունում։ իրավունք չունեմ այդպիսի ինչ որ բան ցույց տամ, որովհետև դա կդառնա արդեն շատ անձնավորված էֆեկտիվությունը, ինչպես ցույց տա ինձ համար ամենակարևորը մեծ փոփոխությունն է ու մոտեցումների հեղափոխությունն է մեր երկրում, որ մոտեցումները փոխվի։ Ես սիրում եմ արդյունաբերություն։ Ես ամբողջ կյանքս սիրում եմ զբաղվել արդյունաբերությունով, Հատկապես ինչ որ ծանր արդյունաբերություն, հնարավոր է Հայաստանում ստեղծել։ ծանր արդյունաբերություն, բարձր տեխնոլոգիական արտադրություններ, իհարկե։ Ինչքան կոնկրետ լինի յուրաքանչյուր հայ առջև ծառացած խնդիրները, այդքան ավելի մեծ կլինի արդյունքը։ Դուք Չարենցավանում եք, չէ՞, ասել երեք, թե նախորդին որ կարող ենք վերականգնել ծանր արդյունաբերությունը։ Հա, Չարենցավանը, տեսեք, ունիկալ դեպք է, եւ ցինկապատ մետաղ մենք ներմուծում ենք 60 միլիոն դոլարի։ Չարենցավանը մետալուրգիական կենտրոն է անգամ այսօր, իսկ ցինկի հումք արտանում ենք 15 միլիոն դոլարի։ Բայց այդ հումքից կարող ենք ստանալ մի 100 միլիոն դոլարի ցինկապատ մետաղ։ Հնարավոր է, ինչ է պետք դրա համար մեծ արտադրություն։ Դրա արտադրությունը ներդրումներ մեծ ներդրումներ, մասնագետներ, որը ինքը հետ կբերի։ Մասնագետներ, այո։ Լավ, դա իմ սիրած գործն է, դրանով յուրաքանչյուր ֆորմատով միշտ ուրախ կլինեմ զբաղվել։ Ձեր կարծիքով պետք է ընտրություններից հետո տալ հումանիտար միջանցք Նիկոլ Փաշինյանին անցնցում իշխանափոխության համար։ Տեսեք, մի պայման կա այդտեղ, որին ոչ մեկ իրավունք չունի, ուրիշի երեխայի արյան համար պատասխանատվությունը որոշի այո կամ ոչ։ Դա դավաճանությունն է։ Եթե դավաճանության ապացուցված, իրապես արդարացված հիմքեր չկան, բոլորին էլ տրվելու է ինչ որ հնարավորություններ։ Ես նկատի ունեմ, որ հունիսի 8-ին առավոտ շուտ, ասենք ժամը 5-ին, պարզվի, որ Փաշինյանը արդեն պարտվել է, բայց եւ ունենանք արդեն ազդանշաններ, որ նա հենց այնպես չի հեռանա, զանգել ասել, մենք քեզ հումանիտար միջանցք ենք տալիս, մենք քեզ հնարավորություն ենք տալիս, որ դու գնաս։ Եթե դավաճանություն արված չէ, ու մարդը վստահ է, որ կարող է ապացուցել դա, հումանիտար միջանցքի կարիք չկա։ Մենք ոչ իրենց պես չենք լինի, ոչ մի կետևից չենք ուզում ընկնենք, մենք այս փոփոխություն անում ենք մեր երկրի կյանքը բարելավելու համար, վերջապես այս խնդիրները լուծելու համար։ Վրեժխնդիր չեք լինել մի խոսքով։ Գիտեք, անձնական առումով, եթե ոչ քաղաքական դաշտում լինեինք, հնարավոր է մարդկային զգացողությունները ավելի գերակշռեին իմ մոտ։ Եթե բիզնեսում լինեիք, վրեժխնդիր կլինեիք։ Եթե ոչ միայն բիզնեսում, բայց բիզնեսում այդպես վրեժխնդիր չես կարող լինել, որովհետև շուկայի օրենքն է այնտեղ գործում։ Վրեժխնդրություն չկա։ Շուկայի օրենքը դրա մասին մի քիչ շատ բան է ասում։ Չէ, երևի ավելի շատ մարդկային առումով հնարավոր է, որ այն մարդը, որ այդքան անարդարացի բաներ է անում, այդ կարգի խոսույթը իրեն թույլ տալի, ուղղակի մարդու հանդեպ ունես շատ տարօրինակ զգացողություններ, ոչ դրական։ Բայց մենք գիտենք, որ պատմությունը կրկնվելու հատկություն ունի։ Լատինամերիկյան երկրների փորձը ինձ ցույց է տվել, որ եթե դու մի բան սկսեցիր անել, դա արդեն բոլորը անելու են։ Դու եթե հիմքը քանդեցիր ինչ որ բանի, դա լինելու է։ Պետք է ամեն ինչ լինի արդարացված, եթե ուզում ես ինստիտուտ թողես։ Աշխարհում ժողովրդավարությունը իրական ստեղծվել է, երբ որ զարգացել է գործարարությունը։ Անգլիայում էլ, Ֆրանսիայում էլ, Հոլանդիայում գործարարներն են ժողովրդավարությունը ստեղծել, որտեղ իրենց համար ինստիտուտները ավելի կարևոր են։ Հասկացա ձեր միտքը, ուզում եք ասել, որ եթե դուք վրեժխնդիր լինեք, ձեզանից հետո եկողներն էլ վրեժխնդիր կլինեն ու այսպես էլի կշարունակենք։ Կդառնանք Սալվադոր։ Ինչի մասին եք երազում, երբ փոքր էիք։ Որն է լինելու առաջին երկիրը, որտեղ այցելելու է ուժեղ Հայաստանի նորընտիր վարչապետը։ Դա պարոն Կարապետյանին պետք է հարցնեք։ Okay, լավ պատասխաններ։ Ձեր սիրած գիրքը ունեք։
հա, Այն Ռենդի Atlant Расплавил плечи։ դա է, հա, ասել եմ մի անգամ էլ իմ սիրած գիրքն է, որը պատմում է այն մարդկանց մասին, ովքեր իրական ծանրություն են տանում ու ովքեր անարդարացիորեն երբեմն հասարակությունը նրանց գնահատականի մեջ սուբյեկտիվություն է մտցնում։ Իսկ ով է ձեր սիրած քաղաքական կամ պատմական գործիչը։ Ունեք նման գործիչ։ Հա, շատ եմ սիրում Ադենաուերին։ Վաու։ Այդ շատ հետաքրքիր է, պատմում եք, խնդրում եմ, Ադենաուերին, որտեղ ծնկի Ադենաուերը եկած Գերմանիայում բարձրացրել է, բայց մենք գերմանացի չենք, մենք ավելի հետաքրքիր կարող ենք անել։ Միշտ սիրել եմ իրեն, որովհետև ծնկի եկած երկիրը գրեթե կոլապսի ենթարկված երկիրը մարդը վերականգնել է ու վերականգնել է շատ ձանձրալի ձևով։ Իր ձանձրալիությունն է ինձ դուր գալիս, որ ինքը շոումեն չի եղել, բայց լուրջ փոփոխություն ա բերել Գերմանիայի կյանքում։ սոցիալական ցանցեր չկային, TikTok ու Facebook չկար։ Այն ժամանակ էլ կային բաները, տաբլոիդները գերմանական, որոնք ամենախիստ ձևով իրեն քննադատում էին, ամենաանարդար ձևով, բայց քրիստոնյա դեմոկրատական գաղափարները, իր ձանձրալիությունը, կարող է մարդկանց տարօրինակ թվալ, բայց մարդը աշխատում էր այդ տարիքում ու փոխեց այդ երկրի ապագան։ Իր ամենամեծ ձեռքբերումը նա էր, որ թույլ չտվեց, որ հոլոկոստ սարքած գերմանացիները ինքնաոչնչացվեն ներքուստ։ Ընդհակառակը ինչ որ պահի կարողանում էր կանգնեցնել, այո, ներելը, զինվորներին չկալանավորելը, նախորդ ռեժիմին խորքային չէին հետապնդում, իհարկե ամենամեծ հանցագործներին արդարացիորեն ճիշտ են արել, ինչ արել են, բայց նա միացրեց գերմանացի ազգին եւ նա մեծ գործ արեց, որի մասին շատ քիչ մարդ գիտի, որովհետեւ նա ձանձրալի մարդ էր, բայց հենց այդ եմ սիրում, էֆեկտ։ Նա էֆեկտ է ապահովել իր երկրի համար ու դրա դիմաց այսօր իր արձանը չկա, բայց իր գործը մենք տեսնում ենք, որ Եվրոպայի ամենահարուստ երկրի հիմքն է դրել Եվրոպայի ամենահարուստ երկրի։ Շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար Նարեկ եւ իսկապես մեծ հաջողություն եմ մաղթում եւ հուսով եմ, որ մենք հուլիսի 8-ին նաեւ միասին մի գավաթ պրոսեկո կխմենք, կնշենք մեր հաղթանակը եւ վերածննդի մեկնարկը։ Այո, հուսով եմ եւ տեսնում եմ, որ այդ process-ի մեջ մեր բոլոր հայրենակիցները մեզ կաջակցեն, ամենադժվար մասը հետոն է։ Հետոն արդեն ամենաձանձրալի եւ դժվար մասն է։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։